Տավուշի մարզի վերին Կարմիր աղբյուր գյուղում գործող գորգագործության խմբակը մի խումբ երեխաների համար ոչ միայն արհեստ սովորելու, այլ ինքնաարտահայտվելու եւ ազատ ժամանակը ճիշտ տնօրինելու վայր է։ Խմբակը ղեկավարում է 3 երեխաների մայր Լիա Բադալյանը, ով կարողանում է համատեղել դպրոցի աշխատանքը, համալսարանական ուսումը, ընտանիքը եւ իր սիրելի արհեստը։ Գորգագործությունը ստեղծագործական մտածողություն է, սկզբում այն ինձ համար պարզապես զբաղմունք էր, սակայն հետագայում աշխատանքային գործունեության ընթացքում հասկացա, որ այն նախշերի, գույների համադրություն է, որտեղ կարողանում ես արտահայտել մտքերդ, հույզերդ։ Նրա մեջ եմ գտնում հանգստություն եւ այն դարձավ առօրյա կյանքի մի մասնիկը ինձ համար։ Նրանում է միավորվում ստեղծագործությունը, հայկական մշակույթն ու հոգու հանգստությունը։ Նրա խոսքով ընտանիքի աջակցությունը, ուսաների ոգևորվածությունը մեծապես նպաստել են խմբակի կայացմանը։ Ընտանիքս իմ աջակցող ուժն է, աշխատանքս պատասխանատվությունը, իսկ արդեն ստեղծագործությունը ներշնչանքի աղբյուրը, իսկ ինձ թվում է, որ եթե այս երեքը սիրես, անպայման նրանք մեկը մյուսի կլրացնեն։ Երբ ստեղծվեց խումբը, մենք ոչինչ չունեինք, փոքրիկ թելի մի կտոր չունեինք, ընդամենը 4 պատներ մի սենյակ, որտեղ ոչինչ չկար, բայց երեխաների մեծ ոգևորվածությունը, սերը, անգամ տներից հավաքած թելերը, հետո գյուղացիներն արդեն սկսեցին մեզ աջակցել, օգնել, հայրիկիս դերն էր այստեղ շատ մեծ, որովհետև նա ինձ շատ է օգնել այդ խմբի ստեղծման հարցում։ Սկսեցինք արդեն մոտավոր 2 ամիս միայն զբաղվել ենք էսքիզների պատրաստմամբ, որովհետև երեխաները նախ պետք է կարողանային ստեղծել էսքիզը, կարողանային կարդալ նախշը, հասկանան դրա իմաստը, նոր արդեն սկսեինք աշխատել ու ինձ թվում է այդ 2 ամիսը մեզ բավական էր, որպեսզի մենք կարողանանք ստեղծել եւ թելերը, եւ նյութերը, համալրվելուց հետո փոքրիկ քայլերով մենք սկսեցինք առաջ շարժվել։ Խնդիրն ստեղ է, նախ շատ սիրուն գեղեցիկ դնեն, որ արդեն ստացվի, այստեղից։ Լիան նպատակ ունի կիրառական արվեստի ոլորտում ձեռք բերել նոր մասնագիտական գիտելիքներ, խորացնել իր փորձը եւ կատարելագործել հմտությունները։ Նրա ամենակարևոր ձգտումն է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երեխաներին, նպաստելով մեր գեղեցիկ, դարերի խորքից եկած մշակույթի պահպանմանը։ Գորգագործությունը ոչ միայն արհեստ է, այլ նաև ես որպես մանկավարժ գիտակցում եմ, որ այն նաև մոտորիկայի, ստեղծագործության ունակությունների զարգացում է եւ յուրաքանչյուր երեխա պետք է անպայման սովորի ստեղծել նորը։ Ամենադժվար պահը նախշերի եւ գույների համադրությունն է, որովհետեւ յուրաքանչյուր զարդանախշ ունի իր պատմությունը, իսկ յուրաքանչյուր գույն ընտրելու ժամանակ արդեն նոր պատմություն է ստեղծում, իսկ վերջնական տեսքը գորգի եւ զարդանախշի եւ գույների համադրությունը արդեն դու կարողանում ես ստեղծել մի այնպիսի պատմություն, որ այն պետք է ապրի դարեր, որը եկել է դարերի խորքից։ Սիրելի պահը հենց այն է, որ մտնում ես գորգագործության դասասենյակ ու այդտեղ տեսնում ես երեխաների աչքերի առկայծող լույսը ու ամենագեղեցիկ պահը հենց գորգի կտրման արարողությունն է, երբ երեխաները իրենց ավարտած աշխատանքը տեսնելով հասկանում են, որ ստեղծել են մի այնպիսի պատմություն, իրենք են դա ստեղծել իրենց փոքրիկ ձեռքերով եւ արդեն սպասում են նոր աշխատանքի ստեղծմանը։ Մեր արհեստը երբեք չի կորչի, մեր հայկականը երբեք չի մարի։